Հոնկոնգի Վիկտորիա նավահանգստի գիշերային երկինքը լուսավորվել է հրավառությամբ, երբ քաղաքը նշել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 76-ամյակը, որը հավաքել է 100 հազարավոր հանդիսատեսի։ Հոնկոնգի ոստիկանության տվյալով նավահանգստի երկու կողմում հավաքվել է ավելի քան 344 հազար մարդ, 23 րոպե տևողությամբ ցուցադրության համար։ Վիկտորիա նավահանգստի հրավառությունը փայլում է ամբողջ հայրենիքում թեմայով շոուն, ներառել է 8 տեսարան, այդ թվում տիեզերական մոտիվներ եւ հսկա պանդաների պատկերներ։ Որոշ բնակիչներ դիտման վայրերը ժամեր առաջ են ապահովել։ Հուզմունքը բարերով անհնար էր նկարագրել, վստահեցրել է Հոնկոնգի 58-ամյա բնակիչ Թանգ Քին, որը 5 ժամ սպասել է ջրափնյա հատվածում։ Տոնակատարություններին միանալու համար Հոնկոնգ են ժամանել նաև արտասահմանցի զբոսաշրջիկները։ Շքեղ հրավառության տեսարանը հուզել է հատկապես տարեցներին։ Հրավառությունը դիտել է եւ ոգեշնչող էր եւ խորապես հուզիչ։ Նման հրավառությունների ականատես լինելը մեր օրերում շատ հազվադեպ է պատահում, հատկապես Հոնկոնգում։ Ուստի այս ցուցադրության ականատես լինելն ինձ անչափ ուրախացրեց։ Ռուբիկ խորանարդի գյուտարար Էռնո Ռուբիկը եւ հունգարացի գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը Բուդապեշտում մեկնարկել են իրենց համատեղ խաղի առաջին մրցաշարը Ռուբիկ շախմատ անվամբ, որը Էռնո Ռուբիկի խոսքով հույս ունի մարդկանց հիշեցնելու, թե ինչպես պետք է օգտագործել ձեռքերն ու միտքը։ Ռուբիկ շախմատը 5 փուլից բաղկացած թիմային մրցաշար է, զույգերով ուսանողների համար, որտեղ մեկ խաղացող ստանձնում է շախմատիստի դերը, իսկ մյուսը Ռուբիկի խորանարդը լուծողն է։ Շախմատի կայծակնային խաղի ընթացքում խորանարդը լուծելու 3 պատահականորեն սահմանված ընդմիջումներ ընդհատում են խաղը։ Այս ընդմիջումների ընթացքում 2 խորանարդ լուծողներն էլ մրցում են լուծելու խառնված 3-3-ի Ռուբիկի խորանարդը, եւ ավելի արագ լուծողը կարևոր ժամանակային առավելություն է տալիս իր թիմակցին։ Մենք դանդաղորեն մոռանում ենք մեր ձեռքերն օգտագործելու մասին։ Մենք ոչ թե գրում ենք, այլ սեղմում ենք կոճակները։ Մեր օրերում մեքենաներն են անում ամեն ինչ, հորինում են, մեր փոխարեն աշխատում։ Բայց ես հավատում եմ, որ մեր ձեռքերն ու մեր միտքը միասին մեզ մարդ են դարձնում։ Այսպիսով, այդ առումով կարծում եմ, որ այս համագործակցությունն անչափ կարևոր է։ Առաջին մրցաշարին մասնակցել է տարրական դպրոցի աշակերտներից կազմված 50 թիմ։ Մեկ զույգ խաղացել է շախմատի տախտակի վրա։ Պատահական պահի զանգի ձայնն ազդանշան է տվել, թե երբ պետք է Ռուբիկ խորանարդներ հավաքողներն սկսեն մրցել մյուս թիմերի մասնակիցների հետ։ Երբ տվյալ թիմի խորանարդիկը հավաքել ավարտվել է, այդ թիմի շախմատի խաղը շարունակվել է։ Փաստորեն, խորանարդիկը հավաքողի խաղն ազդել է շախմատի խաղի ընթացքի վրա, համաձայն որոշակի կանոնների։ Ստացվում է, որ երկուսի համադրությունը երիտասարդներին համագործակցության վերաբերյալ լրացուցիչ դասեր է տալիս։ Եմենի առաջին լայնածավալ արևային էլեկտրակայանն օգնում է մեղմելու էլեկտրաէներգիայի պակասը հարավային Ադեն նավահանգստային քաղաքում, որոշակիորեն թեթևացնելով բնակիչների եւ գործարարների հոգսը, որոնք մեծ կորուստներ են կրում հատկապես ամռան ուժեղ շոկի ժամանակ։ Հարևան Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսավորած եւ 2024 թվականի հուլիսից գործող Ադենի արևային էլեկտրակայանը նշանակալի անցում է վերականգնվող էներգիային այն երկրում, որը միջազգային էներգետիկ գործակալությունը դասում է Մերձավոր Արևելքի ամենակիչ էլեկտրաֆիկացված երկրների շարքին։ Եմենը գրեթե 30 տարի պայքարում է էլեկտրաէներգիայի ճգնաժամի դեմ, վառելիքի պակասի եւ ազգային էներգետիկ ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցրած պատերազմի պատճառով։ Արևային էլեկտրակայանը գտնվելով Ադենից հյուսիս 120 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա է մատակարարում օրական 150-ից 170 հազար տան։ Էլեկտրաէներգիայի անջատումները նախկինում վնասում էին ապրանքները եւ երբ մենք վնասված ապրանքները վերադարձնում էինք մատակարարներին, դրանք չէին ընդունում դրանք, թողնելով մեզ վաճառականներից կրելու վնասը։ Արևային էներգիան 2023 թվականին կազմում էր Եմենի ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության ընդամենը 10.4%։ Այս թիվը կանխատեսումների համաձայն կաճի 2026 թվականին նախատեսված Ադենի արևային էլեկտրակայանի երկրորդ փուլի շնորհիվ, որը կկրկնապատկի դրա հզորությունը։
Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը, հաղորդում է Չինաստանի պետական CCTV հեռուստաընկերությունը։ Հուացիանգ մեծ կիրճի կամուրջը, որը բարձրանում է Բեյպան գետից 625 մետր եւ ձգվում կիրճի վրայով 2890 մետր երկարությամբ, կառուցվել է ավելի քան 3 տարի։ Կամուրջն ունի նաեւ 1420 մետր հիմնական թռիչք, ինչն այն դարձնում է լեռնային տարածքում երբևէ կառուցված կամրջի ամենամեծ թռիչքը։ Լինելով Լյուժի անլոնգ մայրուղումաս, կամուրջը կկրճատի կիրճի երկու կողմում գտնվող Չենտֆեն եւ Գուանլինգ շրջանների միջև երթևեկության ժամանակը, 2 ժամից այն դարձնելով մոտ 2 րոպե։ Բարսելոնայի հայտնի Պասե դե Գրասիա պողոտան կենթանացել է, երբ տեղացիներն ու զբոսաշրջիկները հավաքվել են ներկա լինելու Կորե Ֆոքսի կրակոտ ներկայացմանը, որը Լա Մերսե փառատոնի նշանավոր միջոցառումն է։ Գաուդիի հայտնի Լա Պեդրերայի մոտ կազմակերպված դրամատիկ երթի ժամանակ կարելի է տեսնել սատանաների, կրակ շնչող արարածների եւ շլացուցիչ հրավառություններ, որոնք խորհրդանշում են դժոխքի դարպասների բացումը։ Սա ադրենալինի, քաղաքում ժողովրդական մշակույթի եւ Կատալոնիայում մեր ունեցած մշակույթը վայելելու պահ է։ Հազարավոր հանդիսատեսներ հիացել են, երբ կրակոտ վիշապներն ու գազանները լուսավորել են փողոցները լույսով եւ կրակով։ Նրանք շարունակել են իրենց էներգիայով լի պարերը նույնիսկ հրավառության ավարտից հետո։ 1979 թվականին ստեղծված El Corre Fox-ը դարձել է Լա Մերսեի գլխավոր միջոցառումներից մեկը։ Այն նշում է Կատալոնիայի ժողովրդական ավանդույթները եւ ամբողջ աշխարհից այցելուների է գրավում Բարսելոնայի ամենամյա տոնակատարությանը մասնակցելու։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։